Հնդկաստանը եւ Պակիստանը հաղորդել են ավիահարվածներից հետո տասնյակ զոհերի մասին, այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով հնդկական ոստիկանությանը։ Անվտանգության ուժերի տվյալներով Նյու Դելհիի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում պակիստանյան հարվածների հետևանքով 10 հնդիկ է զոհվել, եւս 48-ը վիրավորվել է։ Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ հնդկական հարվածների արդյունքում 26 խաղաղ բնակիչ է զոհվել, 46-ը վիրավորվել։ Եգիպտոսը եւ Քաթարը, որոնք Միացյալ Նահանգների հետ միասին միջնորդներ են Պաղեստինյան համար շարժման եւ իսրայելական կողմի միջև Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ անուղղակի բանակցություններում պնդում են, որ անկլավի բնակչությանն ուղղված մարդասիրական օգնության մատակարարումներն ու բաշխումը վերահսկեն ամերիկացի ներկայացուցիչները, այլ ոչ թե Իսրայելը, այս մասին հաղորդում է ՄԱԿ գործակալությունը։ Տեղեկատվության համաձայն արաբ միջնորդները տեղեկացրել են Միացյալ Նահանգներին, որ մերժում են Գազայում մարդասիրական օգնության մատակարարման եւ բաշխման պատասխանատվությունն Իսրայելին փոխանցելու վերաբերյալ առաջարկը։ Խորհրդակցություններն այժմ կենտրոնացած են այն բանի վրա, որ Միացյալ Նահանգները ունենա հնարավորություն վերահսկելու մարդասիրական մատակարարումների հոսքը դեպի Գազա եւ դրանց բաշխումն անկլավի ներսում։ Ռոմի Ֆրանցիսկոս Պապը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, որը չի հրապարակվել իր կենդանության օրոք եւ այժմ հրապարակվում է, դեմ էր արտահայտվել զենքի կուտակմանը եւ համաշխարհային տնտեսության ռազմականացմանը։ Հարցազրույցի տեքստը գործակալությանը տրամադրել է հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, ով անձամբ է զրուցել նրա հետ։ Ցավոք, ժամանակակից տնտեսությունը գնալով ավելի է ռազմականացվում եւ ամենաաղքատ երկրների համար ավելի շատ սնունդ արտադրելու եւ կլիմայական խնդիրները լուծելու փոխարեն աշխարհը որոշել է գնալ ավելի մահացու զենքեր արտադրելու եւ կուտակելու ճանապարհով, ասվում է 2023 թվականի հուլիսին Սևաստյանովի կողմից ՌԻԱ Նովոստիին տրամադրված հարցազրույցի տեքստում։ Ռոմի Ֆրանցիսկոս Պապը վստահ էր, որ ապագա սերունդները պետք է վճարեն այս սխալ ընթացքի համար։ Ղազախստանը հաշվի առնելով աշխարհագրությունը մտադիր է դառնալ Եվրասիական տնտեսական միության լոգիստիկ հանգույց եւ հանդես գալ որպես համագործակցության զարգացման կենտրոն։ ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հանրապետության առևտրի եւ ինտեգրման նախարարությունից։ Մայիսին ԵԱՏՄ-ն նշում է իր ստեղծման 10-ամյակը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, վերջին 10-ամյակում ԵԱՏՄ-ն բարենպաստ միջավայր է ստեղծել առևտրի զարգացման, փոխգործակցության եւ ասոցիացիայի հիմնական փաստաթղթերում ամրագրված 4 ուղղությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատության համար։ Հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը եւ մայրցամաքային մեկուսացվածությունը, մենք Ղազախստանը դիրքավորվում ենք որպես ԵԱՏՄ-ի լոգիստիկ հանգույց։ Պակիստանի Փենջաբ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով շրջանի նահանգապետ Բհագվանտ Մանի հայտարարությունը։ Պաշտոնյան հայտարարել է, որ Փենջաբում անվտանգության ուժերն ու առողջապահական հաստատությունները բարձր պատրաստվածության են բերվել։ Մայիսի 7-ին Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ հնդկական բանակը թիրախավորել է Իսլամական Հանրապետության խաղաղ բնակիչներին։ Իր հերթին հնդկական բանակը Պակիստանին մեղադրել է սահմանին հրադադարը խախտելու մեջ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Մոսկվա հաղթանակի շքերթի առիթով կնշանակի Պեկինի սերտ կապերը Մոսկվայի հետ եւ ցույց կտա, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շփումները որևէ կերպ չեն ազդել նրանց վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Բացի այդ, ըստ հեղինակների, այցը նպատակ ունի թուլացնել Միացյալ Նահանգների դերը համաշխարհային ասպարեզում։ Գործակալությունը հիշեցնում է, որ Սի Ցզինպինը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին անգամ բանակցություններ կվարի այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Չինաստանի ապրանքների համար առևտրային մաքսատուրքեր սահմանեց։ Հոդվածում նշվում է նաև, որ Չինաստանի ղեկավարի այցը Մոսկվա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների վերջին բարելավումը չի ազդել Մոսկվայի հետ Պեկինի բարեկամության վրա։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը ոչ համարժեք է համարում սահմանին հերթապահող զինծառայողի կատարած աշխատանքի դիմաց նրանց տրված վարձատրությունը։ Այս պահին, որ մենք այստեղ նստած ենք, գործընկերներ, ազգային ժողովի падգամավորներ, բյուջե քվեարկած падգամավոր, մենք որ այստեղ նստած ենք Հայաստանի մարտական հենակետում, Անդրևինջյանը եւ այլն, կոնկրետ տեղ կարող եմ ասել, մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը գիտեք ինչքան է ստանում։ Մենք ստացել ենք 22,000 դրամ,
Պարեկը մոտավորապես ստացել է 11,000 դրամ մի օրվա համար։ Մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1700 դրամ։ 1700 դրամ։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հակադարձել է падգամավորին ասելով. օրական 1700 դրամ աշխատավարձ հասկացողություն առհասարակ չկա։ Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ, որի վրա ավելանում է հավելյալ գումար, ելներով մարտական դիրքի վիճակից, նշել է Սարգսյանը, հավելելով, որ ատեստացիայի շնորհիվ օրինակ սերժանտի աշխատավարձը կարող է հասնել մինչև 670,000 դրամի։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բացառել է, որ իրենց խմբակցությունից որևէ մեկը կարող է միանալ վարչապետի իմպիչմենտի հնարավոր գործընթացին, ապա իմպիչմենտի գործընթացը որակել որպես ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու process։ Կարծում եմ, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան ընդդիմադիրները սկսելու են իրար դեմ պայքարել, թե ով է ավելի ընդդիմադիր։ Եվ իրականում բայց ես չեմ ասում մի բան, որը հանրային դաշտում չկա, այսինքն մենք ներողություն։ Այսինքն մենք դուք էլ տեսնում եք, թե ինչ բառապաշարով, ինչ տեքստերով են իրենք իրար մասին խոսում եւ չնայած ընդհանուր առմամբ թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ իրենք բոլորը նույն քաղաքական ինքնություն ունեն, նույն քաղաքական արմատ ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, սկզբունքորեն իրենց մեջ չի կարող լինել արժեքային եւ ֆունդամենտալ տարաձայնություններ, որովհետեւ գիտեք մաֆիոզները ոնց են, իրենք իրար հետ տարաձայնություններ կարան ունենան ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզ։ Ազգային ժողովում տեղի է ունեցել բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը։ Քաղաքացիական պայմանագրի ձայներով ԲԴԽ անդամներ են դարձել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը եւ Աշոտ Այրապետյանը։ Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո անմիջապես պաշտոնանկարվեց։ Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում։ Ինչ վերաբերում է Աշոտ Այրապետյանին, ապա վերջինս եւս նախկինում աշխատել է նախարարությունում իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի պաշտոնում։ Ոստիկանության 9 ծառայող է ձերբակալվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում վաղ առավոտյան ներքին գործերի նախարարության ոստիկանության վաղարշապատի բաժնում հատուկ միջոցառումներ են իրականացվել։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են հանցագործության դեպք թաքցնելու եւ այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ներքին գործերի նախարարության հաղորդման հիման վրա, ապա ուղարկվել հակակոռուպցիոն կոմիտե։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը քննադատել է իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփի մոտեցումն ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, այն անվանելով ժամանակակից հանդարտեցման քաղաքականություն։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։ Սա ժամանակակից հանդարտեցում է, ասել է Բայդենը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի մոտեցումը։ Ըստ ԱՄՆ նախկին նախագահի Վլադիմիր Պուտինը Ուկրաինան համարում է մայր Ռուսաստանի մաս։ Ուկրաինան կարող է լայնածավալ հարձակում գործել Ռուսաստանի տարածքի վրա մայիսի 9-ին կամ հարվածել Մոսկվային հաղթանակի շքերթի ժամանակ։ Այս մասին գրում է Der Spiegel-ը։ Հոդվածում նշվում է, որ հակամարտության սկզբից Կիևը արտիականացրել է անօդաչու սարքերի իր զինանոցը եւ կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին։ Բացի այդ, հեղինակները կարծում են, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են փորձել հարվածել Մոսկվային, սակայն դրա համար նրանք պետք է դիմեն զանգվածային հարձակման։ Միևնույն ժամանակ Spiegel-ը գրում է, որ դեռևս պարզ չէ Ուկրաինան իրականում կհարձակվի զորահանդեսի վրա, թե հարակից տարածքների վրա լրագրողները պնդում են Կիևը կարող է փորձել հարվածներ հասցնել Ռուսաստանի այլ շրջաններին։ Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կլինի Կիևի անվտանգության ամուր երաշխիք եւ խաղաղություն հաստատելու քայլ։ Նրա խոսքերը մեջբերում է Եվրոպյան Պրավդան։ Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի ուղին դեպի մեր միությանն անդամակցելը։ Դա միայն Ուկրաինայի ձգտումը չէ, դա կարող է լինել անվտանգության ամենաուժեղ երաշխիքը, ասել է ֆոն դեր Լեյնը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի, սակայն դրա արդյունքները կձևավորեն եվրոպական մայրցամաքի ապագան մի քանի սերունդների համար։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին նախատեսված այցը Նորվեգիա, Խորվաթիա եւ Նիդերլանդներ, հայտում է Էնի լրատվական գործակալությունը հղում անելով աղբյուրներին։ Վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Նորվեգիա, Խորվաթիա եւ Նիդերլանդներ հետաձգվել է գործակալությանը, հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա պլանավորում է մասնակցել մայիսի 15-ից 16-ը Օսլոյում կայանալիք հնդկական սկանդինավյան երրորդ գագաթնաժողովին, որից հետո սպասվում է այլ երկրներ այցի չեղարկման մասին հայտարարությունը հնչել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության Սինդոր գործողության ֆոնին, որը մեկնարկել է ի պատասխան Պահալգամի ահաբեկչության։ Ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ լուծմանը հնարավոր չի հասնել միայն շփման գծում հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման միջոցով։ Դրա հիմնական պատճառները պետք է արմատախիլ արվեն, այդ թվում վերացնելով Ռուսաստանի անվտանգության սպառնալիքները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ վիետնամցի ընկերներին ուկրաինական կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման համար։ Այս խնդրի երկարաժամկետ լուծմանը հնարավոր չի հասնել միայն հրադադարի կամ շփման գծում ռազմական գործողությունների դադարեցման միջոցով, գրել է Լավրովը Ռուսաստան եւ Վիետնամ 75 տարվա բարեկամություն, վստահություն եւ փոխօգնություն հոդվածում International Affairs ամսագրի համար։ Նա հավելել է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել դրա բուն պատճառները։ Մեր նպատակը ինչ-որ մեկին վարչապետ դարձնելը չէ, այլ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։ Այս մասին Եվրոմեդիա 24-ին տված հարցազրույցում ասել է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, անդրադառնալով իր նախաձեռնությամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու եւ դրա շրջանակում ընդդիմադիր խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու չունենալուն։ Չկա վարչապետի թեկնածու։ Սա խիստ տարօրինակ է ինձ համար, որովհետև նախ, եթե չկա վարչապետի թեկնածու, ուրեմն գործընթացը չի կարող սկսել։ Իհարկե, պատիվ ունեմը ասում է, որ իրենք չունեն վարչապետի թեկնածու, պատրաստ են քննարկել եւ համաձայնության գալ թեկնածուի շուրջ, որից հետո իրենք գործընթացին պաշտոնական մեկնարկ տան։ Բայց տեսեք, խորհրդանում են այն ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ընդդիմադիր դաշտում առավել մեծ հեղինակություն ունեն եւ այլապես նրանք չեն լինի խորհրդի տարբերություն մյուսների։ Պարզվում է, որ ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերը չունեն վարչապետի թեկնածու։ Եթե հանդուրժում ենք Փաշինյանի իշխանությունը, պետք է պատրաստ լինենք 3 մարզի անապատացմանը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ Ըստ նրա, իշխանությունների դեմ պայքարի միակ վայրը հանրապետության հրապարակն է։ Այսօր մենք բոլորս կանգնած ենք մեկ խնդրի առաջ։ Սա վաղուց այլևս քաղաքականություն չէ, սա ազգային ազատագրական պայքար է։ Եվ մենք պետք է կարողանանք մի կողմ թողնել ցանկացած տեսակի ամբիցիաներ եւ պայքարել ընդամենը մեկտեղ հանրապետության հրապարակում, մնացածը ուղղակի ժամանակի կորուստ է։ Մենք պետք է կարողանանք այս երկիրը ազատել թուրքահաճոյ եւ հբադակ իշխանություններից։ Հակառակ դեպքում իրենք շատ լավ, շատ արդակարգ գործում են եւ շատ կարճ ժամանակ հետո Հայաստանը կարժանանա Արցախի հանրապետության ճակատագրին։ Սյունիքի նախկին մարզպետ, ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025 թվականի մայիսի 8-ին հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որ ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, հայտնել է հետքը։ Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի տրամադրում տեղեկություններ, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել։ Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված բանաձև, որում վերահաստատվում է ապագա սերունդներին կրթելու կարևորությունը, կանխելու նման վայրագությունների կրկնությունը։ Իսրտե շնորհակալություն ենք հայտնում Կոլումբիայի շրջանի քաղաքային խորհրդի անդամ Չարլզ Ալենին նախաձեռնությունը ղեկավարելու համար եւ Կոլումբիայի շրջանի ամբողջ քաղաքային խորհրդին այն միաձայն ընդունելու համար, ասված է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի հաղորդագրության մեջ։ Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծ ու քրեական գործերով դատավարությունը, որը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Դատական նիստի ժամանակ ցուցմունք են տվել որոշ իբրև թե ուժողներ։ Նրանցից մեկը օրինակ պատմել է, որ վիրավորվել է Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի տարածքում հայկական բանակի կողմից արձակված հրետանու արկի հետևանքով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 13-ին։
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ մայիսի 6-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել Աստղիկ բժշկական կենտրոնում եւ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից։ Իտալիայի չեմպիոն Միլանի Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է 4-3 հաղթանակին Բարսելոնայի նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Մենք տվեցինք ամեն ինչ, հավատում էինք մինչև վերջ միավորված որպես մեկ թիմ, մեր երկրպագուների հետ, որոնք մեզ առաջ էին մղում ամեն վայրկյանին։ Այս զգացողություններն անհավանական են։ Այսօր Իտալիայի սիրտը բաբախում է սև կապույտ երանգների մեջ։ Միշտ առաջ Ինտեր, նշել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկիրը վաճառքի ենթակա չէ, հաղորդում է 10-ը։ Ինչպես գիտեք, անշարժ գույքի ոլորտում կան որոշ վայրեր, որոնք երբեք չեն վաճառվում։ Կանադան ապրանք չէ, մենք չենք վաճառվում եւ երբեք չենք վաճառվի, ասել է Քարնին, երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել Թրամփի բազմիցս արված հայտարարությունները, որ նա ցանկանում է Կանադան միացնել Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ նախագահն իր հերթին նշել է, որ ներկայումս չի պատրաստվում քննարկել այս հարցը վարչապետի հետ, սակայն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացումը շատ առավելություններ կտա հարևան երկրներին։ Այնուհետև Թրամփը հավելել է. «Երբեք մի ասա, երբեք»։ Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պակիստանի արտգործնախարարություն երկրի իշխանությունների բողոքը ստանալու համար մայիսի 7-ի գիշերը հնդկական բանակի կողմից չպատճառաբանված հարվածների կապակցությամբ։ Այս մասին ասվում է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այսօր Հնդկաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն ստանալու Պակիստանի խիստ բողոքը Պակիստանի եւ Ազատ Ջամուի եւ Քաշմիրի մի քանի վայրերի վրա հնդկական չհիմնավորված հարվածների կապակցությամբ։ Այս հարվածների հետևանքով զոհվել եւ վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչներ, այդ թվում կանայք եւ երեխաներ, ասվում է հաղորդագրության մեջ։ Պակիստանը կտրականապես մերժել է Հնդկաստանի անհիմն հիմնավորումները իր թշնամական վարքագծի համար։ Հնդկական կողմին զգուշացվել է, որ նման անխոհեմ պահվածքը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար, ասվում է հայտարարության մեջ։ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը, ինչի հետևանքով դադարեցվել են բոլոր ներքին եւ միջազգային չվերթները, հաղորդում է ՍԱՄԱ գործակալությունը։ Ավիացիոն աղբյուրների տվյալներով Իսլամաբադի միջազգային օդանավակայանը փակ է բոլոր չվերթների համար, եւ բոլոր մուտքային եւ ելքային չվերթները վերահասցեագրվել են Կարաչիի օդանավակայան։ Saudi Airlines ավիաընկերության SV726 չվերթը, որը պետք է վայրէջք կատարել Իսլամաբադում, նույնպես ուղղությունը փոխել է դեպի Կարաչի։ Պակիստանի իշխանությունները ուղևորներին խորհուրդ են տվել չհասնել օդանավակայան եւ վերադառնալ տուն։ Քաղաքացիական ավիացիայի վարչությունից հայտնել են, որ իրավիճակը կայունանալուն պես բնականոն թռիչքները կվերսկսվեն։ Թեև օդային տարածքի փակման ճշգրիտ պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել, պաշտոնյաները ենթադրում են, որ դա ավելի լայն անվտանգության միջոցառման մի մասն է։ Ավելի վաղ Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել էին, որ պատասխան հարված են հասցրել Պակիստանում եւ Պակիստանի կողմից օկուպացված Ջամու եւ Քաշմիր շրջաններում տեղակայված 9 ահաբեկչական թիրախներին։ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանի թիրախներին, հաղորդում են ՍԱՄԱ TV-ի աղբյուրները։ Հնդկաստանը հայտարարել է սահմանին հրետանային հարվածներով Պակիստանի կողմից կրակի դադարեցման մասին համաձայնությունը խախտելու մասին։ Պակիստանի ՊՆ-ից հաղորդել են, իրենց երկրի տարածքին Հնդկաստանից հասցված հարվածներն անպատասխան չեն մնալու։ Հնդկաստանի ՊՆ-ի հարվածների հետևանքով Պակիստանում 2 զոհ կա, 12 վիրավոր։ Լիտվան եւ Լատվիան փակել են իրենց օդային տարածքը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռի համար, որը պատրաստվում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին։ Այս մասին հայտնել է Վեչերնե Նովոստի թերթը։ Նրա տեղեկությունների համաձայն իշխանությունները նման որոշում են կայացրել ելնելով ենթադրյալ թռիչքի թիրախի քաղաքական զգայունությունից։ Արգելքի ժամկետը չի նշվում։ Վուչիչը պլանավորում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին երկկողմ բանակցություններ կանցկացնի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի այցելի Իսրայել հաջորդ շաբաթ իր մերձավոր արևելյան շրջագայության ընթացքում մենք չենք պլանավորում կանգ առնել Իսրայելով ինչ-որ պայի կայցելենք, բայց ոչ այս ուղևորության ընթացքում, ասել է նա երեքշաբթի օրը պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-ից 16-ը կմեկնի մերձավոր արևելք, որի ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար եւ ԱՄԷ։ Axios պորտալի փոխանցմամբ ամերիկացի առաջնորդը մտադիր է Սաուդյան Արաբիայում գտնվելու ընթացքում հանդիպում կազմակերպել պետությունների ղեկավարների հետ։ Վաշինգտոնը մտադիր է վերադարձնել Կիևին հատկացված բոլոր միջոցները ուկրաինական բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքի միջոցով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ստիվեն Միլլերը։ Հանքային այս գործը ի վերջո կփոխհատուցի Միացյալ Նահանգներին այս պատերազմի վրա ծախսված բոլոր գումարները, ասել է նա Fox News-ի եթերում մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի տեքստը։ Բազմաթիվ լրատվամիջոցներ եւ ռադայի падգամավորներ վերլուծելով դրա դրույթները դժգոհություն են հայտնել գործարքի պայմաններից, նշելով, որ փաստաթուղթը նշանակում է, որ Կիևը կորցնում է իր տնտեսական ինքնիշխանության մի մասը, մասնավորապես այն Միացյալ Նահանգներին երկարաժամկետ առաջնահերթություն է տալիս ուկրաինական հանքային ռեսուրսների հասանելիության հարցում, մինչդեռ այն չի ներառում անվտանգության երաշխիքները։ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի առաջին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտարարեց, որ Կիևը նոր վարձակալությունից եւ օգտակար հանածոների արդյունահանման նոր լիցենզիաներից ստացված եկամտի 50%-ը կներդնի ստեղծվող երկկողմ ներդրումային հիմնադրամին։ Մայիսի 7-ի երեկոյան Վատիկանում կբացվի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մայից հետո նոր պապի ընտրության կոնկլավը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հրատարակությունը նշում է, որ ձայնի իրավունք ունի Հռոմի կաթոլիկ եկեղեցու 80 տարին չլրացած 133 կարդինալներ։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուներից մեկը չի հավաքել ցանկալի 89 ձայնը։ Ընդգծվում է, որ քվեարկությունը տեղի կունենա Սիկստինյան կապելլայում, որտեղ կարդինալները կգտնվեն գաղտնիության ու մեկուսացման մթնոլորտում։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը մեկնաբանելով ականի փորձարկումն ընդգծել է, որ այն ել ավելի կբարձրացնի Հնդկաստանի ռազմածովային ուժերի հնարավորությունները ստորջրյա պատերազմներում։ Նյու Դելին մի շարք ռազմական փորձարկումներ է իրականացրել ծովում, օդում եւ ցամաքում Պակիստանի հետ լարվածության աճի ֆոնին Հնդկական միության Ջամու եւ Քաշմիր տարածքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Չինաստանը դեմ է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների շարունակմանը եւ հուսով է, որ կողմերն արդյունավետորեն կկատարեն հրադադարի մասին համաձայնագիրը։ Ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցյանը։ Ավելի վաղ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հայտարարություններ տվել Գազայի հատվածում գործողության ընդլայնման ծրագրին, որը ներառում է տարածքների գրավում եւ պահպանում, բնակչության անվտանգ տարածքներ տեղափոխում եւ պաղեստինյան արմատականների դեմ զանգվածային հարվածներ։ Չինաստանը հատուկ ուշադրություն է դարձնում Պաղեստինի եւ Իսրայելի միջև առկա իրավիճակին եւ դեմ է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության շարունակմանը, ասել է դիվանագետը։ Եթե այս կիրակի ընտրություն լիներ, ապա մարդկանց 11.5%-ը ՔՊ-ին կընտրեր, Ռոբերտ Քոչարյանին 8%, իսկ Պատիվ Ունեմին 3.7%-ը։ Տվյալները ներկայացրել է Գելապ սոցիալական կազմակերպությունը, ամփոփելով կուսակցությունների վարկանիշների եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցման արդյունքները։ Հարցին, թե որն է Նիկոլ Փաշինյանի հեռացման առավել արդյունավետ ճանապարհը, քաղաքացիների 36.4%-ը պատասխանել է արտահերթ ընտրությունները, 29.8%-ը նշել է, որ միակ ճանապարհը Փաշինյանի հրաժարականն է։ 10.1%-ը նշել է, որ Փաշինյանի հեռացման արդյունավետ ճանապարհը փողոցային ճնշումն է, իսկ 5%-ը իմպիչմենտը։ 16.9%-ը հարցինի պատասխան նշել է, որ Փաշինյանը չպետք է հեռանա։ Հայաստանի քաղաքացիների մոտ 86%-ը կարծում է, որ նախքան ստորագրվելը պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին։ Արդյոք քաղաքացիները պետք է ծանոթ լինեն եւ իրենց համաձայնությունը հայտնեն Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի կետերին նախքան դրա ստորագրումը։ Գելապի հարցին 73%-ը պատասխանել է միանշանակ այո, իսկ 13.1%-ը ավելի շուտ այո։ Հարցին դեմ է արտահայտվել 5.3%-ը ավելի շուտ ոչ եւ 6.5%-ը միանշանակ ոչ։ Հարցման մասնակիցների 2.1%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց Հայաստան դաշինքը եւ նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտել եւ մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հեռացումն է եւ կարծում եմ այստեղ կասկած անգամ չպետք է լինի։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստան խմբակցության ղեկավար Սերան Օհանյանը։ Միևնույն ժամանակ նաեւ մենք ասել ենք, որ այդ նախաձեռնողները որովհետեւ մի ուժ, որովհետեւ մի քաղաքական այսպես ուժ չեն ներկայացնում եւ պետք չէ այդ գործընթացը սկսել, որը որ հենց այնպես իմիտացիա է, նմանակում է ռազմական լեզվով, եթե ասում ենք, այդ ամենը այդ նմանակումը կարող է հենց օգուտ լինել Նիկոլ Փաշինյանին։ Մայր Հայաստան խմբակցությունը դատապարտել է Երևանի ավականու անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան հրկիզելու հանցավոր արարքը, իրավապահներից պահանջելով շուտապույտ բացահայտել գործը։ Մայր Հայաստանի դեմ իրականացվողը քրեաքաղաքական հարձակում է, որն առաջին անգամը չէ եւ դրսեւորվել է տարբեր ձևերով։ Ավականու անդամի մանդատից ապօրինաբար զրկումից մինչեւ շինծու քրեական մեղադրանքի առաջադրում, ապօրինի հետապնդումից մինչեւ ավտոմեքենայի հրկիզում։ Այս ամենը հետևանք է ամենաթողության, բեսպրեդելի եւ օրվա իշխանությունների կողմից խրախուսվող հանցագործության, ասված է հայտարարության մեջ։ Ադրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Ոչ օրգը նոր տվյալներ է հաղորդում։ 2025 թվականի ապրիլի 21-ին տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները կրկին պղծել են օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը։ Միտումնավոր փորագրել ջնջել են որոշ տապանակարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը, աչքերը, բերանը։ Որոշ տապանակարեր կոտրել են։ Փետրվարյան ընտրություններում հաղթած Քրիստոնեա դեմոկրատական եւ Քրիստոնեա սոցիալական միության դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը չի կարողացել ապահովել անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունը Բունդեսթագի քվեարկության առաջին փուլում կանցլեր ընտրվելու համար, ասել է խորհրդարանի խոսնակը։ Քրիստոնեա դեմոկրատական միության եւ Քրիստոնեա սոցիալական միության դաշինքին եւ սոցիալ-դեմոկրատներին ավելի վաղ հաջողվել էր համաձայնության գալ Գերմանիայում նոր կառավարություն ձևավորելու կոալիցիոն համաձայնագրի շուրջ։ Փետրվարի 23-ին Գերմանիայում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց բոլոր 299 ընտրատարածքներում քվեաթերթիկների հաշվարկից հետո հաղթանակած դուրս եկավ Քրիստոնեա դեմոկրատական միության եւ Քրիստոնեա սոցիալական միության դաշինքը։ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունն ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը ռեկորդային 20.8% արդյունքով։ SPD-ն զբաղեցրել է երրորդ տեղը հավաքելով ձայների 16.4%, ինչը կուսակցության պատմության վատագույն արդյունքն է։ Բացի այդ խորհրդարանն են անցել նաև կանաչները 11.6%, ձախ կուսակցությունը 8.8%, Դանիա ֆրիզիական փոքրամասնության կուսակցությունը, Հարավային Շլեզվիգի ընտրողների միությունը, որը 1 անդամով ստացել է խորհրդարանում 1 տեղ։ Իսկ այժմ եղանակի մասին Երևանում մայիսի 7-ից 3-ը 9-ին 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 8-ին եւ 11-ից 3-ը 12-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաեւ քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում մայիսի 7-ից 3-ը 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 8-ից 3-ը 12-ին շրջանների զգալի մասում, 10-ին 11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 8-ին եւ 12-ին առանձին հատվածներում հորդարատ անձրև։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 3-ը կբարձրանա 4-ից 5 աստիճանով, 9-ին 11-ին եւս 3-ից 4 աստիճանով։ Ջերմաստիճանը մայիսի 7-ից 3-ը կբարձրանա 4-ից 5, 9-ին 11-ին եւս 3-ից 4 աստիճանով։